Ողջույն ցեզի սիրելի ուխտավորներ, Աստուծո փառք եւ գոհություն, որ կգտնվենք իր տան մեջ։ Ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը ասավ Մայրիկ Աստվածածին եւ Հայրով Սեպին, ինչու զիս ուրիշներ կփնտրեք, չէ՞ գիտեր, որ ես իմ հորս տան մեջ կդլամ։ Աստուծո դունը մեր հորը դունն է։ Եվ եթե գուզենք, որ Աստված մեր դունը մեզի այցելե, Աստված արգուզե, որ մենք իր դունը այցելենք։ Անոր համար այս ամբողջ ուխտակնացության ընթացքին Աստուծո դունը այցելեցինք։ Այցելեցինք բազում եկեղեցիներ, բազում սրբադերիներ, քալեցինք Բողոս Սարաքյալի հետքերով եւ հասանք մինչեւ Սուրբ Նեկտարիոս։ Բայց ամեն անգամ, երբ մեր հայ եկեղեցին մտանք, հարազատ զգացինք, մեր դունը զգացինք, որովհետեւ փուրմունքը, ներկայությունը, սրբապատկերները մեզի հարազատ են։ Մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Նարեկացի, Սուրբ Աստվածամայր, Սուրբ Ներսեշրալի, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եւ բազում սուրբերու ներկայությունը չերմություն տվավ մեր բոլորի հոգիներուն։ Այս շրջանին սիրելիներ, մեր հոգևոր հոր, մեր հավատքի հոր Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոնն է։ Թե խոր վիրապ մտնելուն տոնը, հետո սիրելիներ Սուրբ Գրիգոր Լուսավորչի բահոց օրը, որովհետև վերջը Սուրբ նշխարներու կդման տոնը։ Հետևաբար մենք այսօր եկած ենք մեր աղոթքը Աստուծո բերելու աթենքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու մեջ, որ Գիրիգյան թեմի առաջնորդարանիստ եկեղեցին է, գանքնված 1933-ին։ Ես պիտի ուզեմ, որ հայր Սուրբը, հայր Եզրաս Վարդապետ Թենեքեջյանը ինքը մեզի ներկայացնե ընդհանուր կերպով եկեղեցու մասին, առաջնորդարանի մասին, աշխատանքներու մասին, գաղութի մասին, հագիրճ, որովհետեւ իմանաք արդեն շատ դերեր որ կացինք բավական իմացակ, եւ ապա սիրելիներ կարողանանք Սուրբ Գրիգոր Լուսավորչի նվիրված աղոթքը միասին ընթերցել, խոնարհիր Տիրոջ դիմաց դերողմյա խնդրել, ապահովություն խնդրել մեր հայրենիքին, հայոց պետականության, հայ եկեղեցու անսասանության, հայոց բանակին, քերեվարված մեր զավակներուն վերադարձին եւ նահատակներու հոգիներու անմահության։ Եվ նաեւ ծեր բոլորի աղոթները դերը թող լսե, ծեր ընտանիքները պահպանե եւ ամփորձանք ծեր դուները հասնեք սիրելիներ, որովհետեւ այսօր մեր վերջին օրն է ուխտակնացության։ Հետևաբար նախ եկեք ամենքս միասին հայր Սուրբին ասենք Աստված օգնական հայր Սուրբ։ Հայր Սուրբը սիրելիներ Գիլիգյան թեմի երիտասարդ միապաններն է եւ այստեղի հոգեվոր հովիվն է, հետևաբար այլ Եզրաս հրամեցեք։ Աստված բավական բոլորիդ ողջունեմ ձեզ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մեջ, բարի եկած եք եւ ձեր ուխտը գադարում։ Ուրեմն հագիրճ պատմական այս եկեղեցու ծագման մասին, այս եկեղեցին հիմնված է 1895 թվականին, բայց ոչ այս ներկայացության մեջ։ Նախավես, երբ Օսմանյան գայսրության չարտերը կպատային բոսու մեջ, հայերը գուքան Հունաստան եւ փոքր ածումը գազմեն, եւ հայերը անշուշտ այդ միջոցին ուզեցին իրենց համար աղոթադեղի մը պատրաստեն, որտեղ ընդհանրապես միշտ երբ հայեր քաղտած են, առաջին բանը որ շինած են եկեղեցին, որուն գաչուրդ է դբրոց հայկական։ Նույնպես այս քաղաքի մեջ եղած է եկեղեցի մը գազմած է։ Եվ այդ եկեղեցին կգտնվեր ճիշտ վարի հարգը, առաջնորդարանը, վարը գլար բادرակները, մինչև 1922 թվական։ Անշուշտ այս եկեղեցին պետականորեն 1908 թվականին Գայսրին ջամփով, այնադեն Հունաստան թագավորական շրջանը էր, Գայսրին ջամփով իր կանոնակիրքը վստահեցվի պետության կողմէ եւ կսկսի եկեղեցին իր բնական առօրյան ունենալ եւ գործել։ Սակայն 1922 թվականին պետք է գիտնալ նախևառաջ, որ այս եկեղեցին երբեք էջմիածնական թեմի չէ պատկանած, երբեք էջմիածնի չի պատկանիր։ Ընդհանրապես Հունաստանի բոլոր եկեղեցիները
գբատկանեին Կոստանդնուպոլ սովատրիարքության։ Եվ 1956 թվականին, երբ թեմերու փոփոխություն եղավ, Հունաստանի այքաղութը որոշեց, որ իր ենթագայությունը հենի Մեծդանը գիլի Գոգաթողիկոսության եւ այսպիսով այս եկեղեցիները 1956 թվականին կպատկանին Մեծդանը գիլի Գոգաթողիկոսության։ Այս թեմը, ինչպես որ ցեզի պետք է որ բացատրված լա, ունի 9 եկեղեցիներ եւ դուք արդեն այցելեցիք գարմի եկեղեցիները եւ այս եկեղեցիները կգործեն ներկայիս Սահակ Սրբազան եպիսկոպոսին առաջնորդության տակ։ Անշուշտ այս եկեղեցին իր դժվարություններ ունեցավ զանազան իմաստով եւ մինչեւ ժամանակ մասավ երբ այս պետությունը սկսավ զարգանալ, իր օրենքներն ալ սկսավ փոխվել եւ անշուշտ այս եկեղեցին ստիպված էր այդ օրենքներուն հետևել։ Այդ պատճառով կհասնենք մինչեւ 2014 թվական եւ 16 թվական, 2016 ավելի ճիշտն է, ուր եկեղեցին պետության կողմէ կրանցվի, այսինքն եկեղեցին իրավասությունը կունենա, որ Հունաստանի երկրի մեջ ջանցվի իբրև հայ առաքելական Սուրբ եկեղեցի ինքնուրույն հաստատություն կգործե իր առաջնորդին գլխավորության տակ։ Այս է հագիրճ պատմությունը այս եկեղեցվո, անշուշտ այս եկեղեցին նախապես եղած է գիներու փանդ եւ բարձ սրահ մներ եւ հետաքային է որ գամած գազմագերբվեցավ եւ սրահը դարձավ եկեղեցի եւ այս քարեղեն կառույցը 1934 թվականին շինվեցավ Բոցո ջարդարապետի մգով է Բոսեցի եւ ինչպես գիտեք վառնալ ճիշտ կգտնվի առաջնորդարանը այն հին սրահը ուր որ նախապես գոյություն ունենան բادرակներ եւ ընդհանրապես ժողովականներ իրեն ժողովում էին այսքան հագիր պատմությունը մեր եկեղեցու այսօրվան թրությամբ մեր քաղուտը Աթենքի եկեղեցու գսեմ ընդհանրապես ծրված է որտեղ ժողովուրդը սկսավ ավելի հերավոր դեղեր տնագիլ եւ դժվարություն ունին միշտ եկեղեցի գալու, բայց Փառք Աստուծո, որ այս եկեղեցին միջև որս բաց է եւ դակավին կգործե եւ բազում մարդահրավերներու արժեվ է, բայց վստահ ենք, որ Տիրոջ օրհնությունը անպագաս է եւ պիտի շարունակենք մեր առաքելությունը հասնելով ի վերջո փրկության նավակից։ Այսքան Աթենքի մեջ քանի գործող եկեղեցի ունի եւ նաեւ հայկական դպրոցներու մասին ալ։ Աթենքի մեջ հիմնականորեն գոյություն ունեն 3 եկեղեցիներ, Նեոս Կոսմոսի եկեղեցին, Սուրբ Կարապետ եկեղեցին, Օվան Կարապետ, Սուրբ Հակոբ եկեղեցին, Կոկինյայի եկեղեցին եւ Մայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որ Մայր եկեղեցին է այս թեմին, ունին 2 դպրոց, Լևոն Սոֆիա Հակոբյան վարժարանը, որ գտնվի Նեոս Կոսմոս, եւ ունին Կոկինյայի մեջ Զավարյան դպրոցը, եւ այս 2 դպրոցներն են, որոնք հայեցի դասերակցություն ունեն, անշուշտ մինչեւ 9-րդ դասարան, ատքի չունինք եւ զավակներ կստիպվին երթալ հունական դպրոցներ, ավելի բարձրակ դպրոցներ, եւ այսպիսով մեր քաղուտը ասենք կգազմագերբվի, անշուշտ քաղուտը ունի նաեւ միութենական գազմագերբություններ, ինչպես Գավիթ խաչը, նաեւ կուսակցությունը եւ զանազան ակումբներ, որոնք կփորձեն իրենց գարելին անել, որովհետեւ այս եկեղեցիները բոլորը ոտքի ենան եւ մանավանդ մեր քաղուտի կյանքի մեջ ներգործում տեղ ունենան, որովհետեւ գարենան համապատասխան լուծումներով ասեն եւ մեծ իրականություններ կատարեն։ Երդասարտական կամ բادرական ճամփարներ կան կամ գործեն գիրակնորիա եւ այլն կան։ Դժբախտաբար ներկայիս գոյություն չունի, բայց առաջիկա ծրագիրներում մեջ այդ ներառված է, որովհետեւ ընդհանրապես այստեղ գտնվող երդասարտությունը քիչ մի հեռու է եկեղեցին, ինչպես մյուս բոլոր եկեղեցիներում մեջ, եւ կփորձենք մեր առաջնորդ Սրբազանի գլխավորությամբ ամեն չանտապել, որովհետեւ գարնանք եկեղեցին լեցնել երդասարտությամբ եւ իրենց հետ բազմաթիվ ծրագիրներ մշակել, դժվար մարդահրավերներով արժևենք եւ հույսով ենք, որ այդ բոլորը պիտի գարնան։ Եվ վերջին հարցումը ինչքան է քաղաքին թիվը եւ ասենք որքան տոկոսով է որ եկեղեցի կհաջողեն
լսակներ, գնումքներ։ Ճիշտ քաոթին թիվը չեմ գրնացից դալ, բայց ընդհանուր հայության թիվը նման Հունաստանի մեջ գրածում 40,000 մարդ կա։ Եվ եկեղեցի աջակողները ընդհանրապես դոնական օրերուն բազմաթիվ մարդիկ կլան, բայց սովորական բարձ գիրագի օրերուն գասնի շուրջ 25-30 հոգի մարդիկ, ինչ որ Հունաստանի համար դակավին լավ է, որովհետև գիտեք մարդիկ ներկայիս հայերեն չեն հասկնա շատ լավ, ավելի հունարենքին են խոսիլ, եւ կսպասեն իրենց լեզվով բادرակում անդուսի, որովհետեւ գարնան իրենք ալ հաղորդվիլ այդ բادرակին հետ։ Այդ պատճառով քիչ մը դժվարություն ունենք այդ գծով, այսինքն մարդիկ կնախընտրեն երթալ հունական եկեղեցիներ, բայց ունին այդ գիտակցությունը, որ կոնե զադիգին ավակ շատ տվան տացքին և շուրջ ծնունդին ջրակալույցի բادرակներուն անպայման պետք է հայոց եկեղեցին կան և օրհնությունը հայոց եկեղեցի են առնեն, որովհետև կհավատան, որ ի վերջո հայոց եկեղեցին միշտ իրենց համար պիտի ըլլա բահաբան և ապաստանարան ինչ պայմաններում մեջ ավոր գտնվի։ Խորհուրդներու բادرակային անշուշտ բոլոր եկեղեցիներու մեջ խորհուրդներ կբադային, ընդհանրապես բսակները շատ կրնանալալ, որովհետև արդասաններին գուքան և գուզեն Հունաստանի մեջ ունել իրենց բսակները, երբեմն մարդիկ այս եկեղեցին գնդրեն, երբեմն մույս եկեղեցիները և ընդհանրապես փառք Աստծո, որ ներկայիս կարող են բոլոր գործերը կատարել։ Եվ նույն եկեղեցու հետ, նույն ուղղափառ եկեղեցու հետ հարաբերությունները ինչպես են, ավելի ասենք բարեհամբույր են, որովհետև գիտեմ որ նախապես շատ գարձր են նույնները, ընդհանրապես բանողական են մյուս բոլոր օրթոդոքս եկեղեցիներու նկատմամբ, որովհետև ասենք մեզ մոնոֆիզիկ որպես միապնակ կնկատեն։ Սո հիմա ինչպես են հարաբերությունները ավելի լավ են, ավելի ասենք քաղցր են, թե ոչ նույն ներկայիս հարաբերությունները բավականին լավ են։ Փառք Աստծո, որ ունենք իմաստուն առաջնորդներ, մանավանդ ունենք իմաստուն Կաթողիկոսը, նորին Սուրբոզություն Տեր-Դերարամ առաջին Կաթողիկոսը, որ իր վերջին այցելության Հունաստան հայոց եկեղեցու նկարագիրը ցույց տվավ, հայոց եկեղեցու իր որոշումը ցույց տվավ եւ մեր եկեղեցին, մեր հայրապետին եւ առաջնորդին գլխավորությամբ կփորձի մի սերտ հարաբերություններ մշակել հունական եկեղեցու մեջ, որովհետև գիտենք, որ իրենց երկրի մեջ են եւ պետք է համագործակցությունը լավ, որպես այս երկու քաղաքները իրար միանան եւ գարենան քրիստոնեավայել աշխատանք մտանին եւ իրենց ասկը բրգության մեջ։ Եվ հայրսու վերջին հարցումը ծնունդը զադիկ հույներուն հետ միասին նույն թվականին կդոնեք, թե ոչ ասենք հայ եկեղեցու մնացյալ բոլոր թեներուն պես ծնունդը աստվածահայտությունը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի գդոնվի հայկական սովորության համաձայն, անշուշտ պետք է գիտնալ, որ հույները գդոնեն դեկտեմբեր 25-ին, բայց հույներուն ամսուն 6-ը, հունվար 6-ը իրենց Քրիստոսի մգրտությունն է, և մենք գդոնենք Հիսուսի աստվածահայտությունը և մգրտությունը, անշուշտ փակ կլա երկիրը, իսկ զադիգը սուրբարությունը գդոնենք հույներուն հետ, այսինքն մեր եկեղեցու օրացույցը դեր մկանք կառն է, Հունաստանի համար միայն, դեր մկանք կառն է, այսինքն երբ որ բակը սկսի մեր եկեղեցու մեջ, մենք շուրջ 2-3 շաբաթ ետ կսկսենք մեր բակը հույներուն կանոնին համաձայն եւ մինչեւ հոգեկալուստ երկարի այդ ժամանակաշրջանը, բայց հոգեկալուստեն ետ մենք կվերադառնանք մեր օրացույցին եւ կկատարենք մեր բոլոր ծիսական ավանդությունները համաձայն մեր օրացույցին։ Հստակ է, չէ՞, արդեն սպարիչ պատասխաններ տվավ հայրսուը, շնորհակալություն հայր Եզրաս, մենք ալ ուխտավորներով գաղութենք ցեզի համար, սա սրբազանին համար նաև մեր ողջույնները կփոխանցենք քննենք իրեն, որպես Աստված ես անսասան բահե հոգևոր կյանքի մեջ առաջ տանի, Սուրբ Հոգիով զորանանք եւ կարողանանք մեր քաղաքին, ժողովրդին երիտասարդներուն մանավանդ Աստծո մոտեցնել հոգևոր ծառայության ճամփ։ Այժմ սիրելիներ, պիտի խնդրեմ, որ ամենքս միասին հոդնգայս հայր Սուրբը օրդյալ դերմերս է հայրմերը նախ արտասանենք, են վերջավորության երկենք, Սուրբ Նիկոլոսավորչի նվիրված աղոտ կսենք, իր անվան եկեղեցու մեջ, եկեղեցու համար աղոտ կնենք և ապա գանի մշարականներ ու դերողորմյա երկենք։ Օրդյալ դեր մեր Հիսուս Քրիստոս ամեն,
Աղոտ Սուրբ Գրիգոր Լուսավորչին դոնին արիթով։ Այսօր գծնձա և գհրջվի Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսությամբ դոնելով բոլորին դենչալիկ ու իշադագտ հայրերու մեջ կերազանց ով Սուրբ Հայրապետ և Լուսավորիչ թորկոմա ազգիս Սուրբ Գրիգոր։ Քո անդանելի չարչարանքներովդ ամբողջ աշխարհը հիացուցիր, անօրինակ ճգնությամբ հրեղենները զարմացուցիր, որոնք քունդ երկինքեն երգիր իջնելով գփութային նահատակությանդ հանդիսադեսը լան և անհամեմատելի համբերությամբ ոտքերու տակ նվաճեցիր քորոզացած թագավորը իր զորքերով միասին և աստվածահաճո աղոթներովդ անոնց գուրցած միտքերը լուսավորեցիր և Քրիստոսի ավետարանին սպասավորը դարձուցիր։ Այսպիսով հայոց ազգը նոր հոգևոր ծնունդով աստվածգիտության լույսին բերիր։ Այդ պատճառով հատուկ կերպով լուսափայլեցար բոլոր սուրբերուն մեջ և առաքելական աթոռ և բադիվ ունեցար անոնց հետ միասին բսակվելով Քրիստոս Աստուծմե։ Արդ, ով մեր հայրը և հոգիներու լուսավորիչը, քու եկեղեցիդ ամբողջ պաշտոնեության հետ միասին գաղաչեն քեզի, որ քու դոնիդ այս հրաշալի օրը հատկապես բարեխոսես մեր Աստուծույն Քրիստոսի, որ խաղաղության մեջ պահե մեր եկեղեցին և ժողովրդի մնացյալ զավակները, մեր ազգը օրհնե, մեր հայոց բանակը պահպանե, մեր կերևարված զավակները դուն վերադարձնե, գորած անհետ գորածները հայտնաբերե, և մեր նահատակներ ոգիները երկնքի արքայության մեջ լուսավորե, և մեր ժողովրդին շնորհե միաբանություն, սեր և Սուրբ Հոգու անսպար մխիթարություն, փրկերով հոգևոր թե մարմնավոր թշնամիները, որպեսզի միշտ ու իշտագիր կատարումով փառաբանենք Հայրը, Որդին և Սուրբ Հոգին, հավիտյանս հավիտենից ամեն։ Շնորհակալություն քեզի Հայր ամենակալ, որ Սուրբ Եկեղեցիդ մեզի պատրաստեցիր իբրև նավակի Սուրբ տաճարը, ու Սուրբ երրորդությունդ կփառաբանվի, ալելույա։ Շնորհակալություն քեզի Քրիստոս Սակավոր, որ մեզի կյանք պարգևեցիր Սուրբ և գենարար մարմինովդ ու արյունովդ, քո առատ ողորմությունդ ու քավությունդ շնորհե մեզի, ալելույա։ Շնորհակալություն քեզի ճշմարիտ Հոգի, որ Սուրբ Եկեղեցին նորոգեցիր, երրորդությանդ հավատքով զայն անարատ պահե, այժմ մինչև հավիտյանս ամեն, ալելույա, ամեն։ Քրիստոսի մեջ մեր Yes,
Գիտեր որ մեր ազգի համար եւ մեր հայրենիքի անսասանության եւ բոլորիս ընտանիքներու համերաշխության եւ օրհնության ամենագալ դեր Աստված մեր գեցոյ ողորմյա Բաղվանի չեղու սավադացելոց Քրիստոս Աստված մեր բահյա, բաղվանյա և որդյան Զասկս և զեգերեցիս հայոց և զուգտավորսս ընտովանյա սուպե պատվագան խաչի ոտքովի խաղաղության բրգյա երևելի եվաներևուտ դշանվույն արժանավորյա կողության պարավորելս կեզ ընթոր և ընցրպող կույտ այժմ և միշտև ավիդյանս ավիդենից որդյան դեր մեր Իսուս Քրիստոս ամեն Vor
երբ շնորհացրող ներքայ խաղաղությամբ եւ դեր եղիցին ցեզ ընդամենեսյալը ամեն Սիրելներ, վերջին անգամ լալով պիտի կանք համբուրենք, որպեսզի մեկնենք, բայց եկեք Փառք Աստուծոն երգենք, Աստուծո շնորհակալություն հայտնենք եւ շնորհակալություն Աստծո, որ այս արիթը ստեղծեցիք, որպեսզի ամենքս այստեղ հավաքվենք, Փառք տանք Աստուծո սիրելներ, որպեսզի Տիրոջ օրհնությունը մեր կյանքի մեջ միշտ բարավորվի։ Փառք Աստուծո Thank you.
Փառք Աստծո, հավասիկ սիրելի հավատացյալներ, Աթենքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մեջ մենք աղոթեցինք բոլորիդ համար։ Տերը թող բահե բահբանե ամեն տեսակ փորձանքներեն եւ փորձություններեն անսասան բահե հայոց եկեղեցին pedagogiությունը։ Այստեղ գտեսնեք Խորանին ուրեմն վերևի մասը կրություն կրված է, գսե Խորան սրբության գանքեցավ Սուրբ եկեղեցի եւ Քրիստոս թագավոր Իսմա Բադարակյան Սուրբ Խորան գանքվեցավ եկեղեցու մեջ, ուր Քրիստոսն է որ սրբությամբ կբադարակվի։ Այստեղը սիրելներ Սուրբ Աստվածամոր Մանուկ Հիսուսով պատկերն է, ինչպես մեր բոլոր Սուրբ Խորանները թեպի արևելք դարձած կլան եւ Աստվածամոր Մանուկ Հիսուսով պատկերը դրված կլա։ Դարձյալ այստեղ Աստվածամոր նվիրված փոքրիկ աղոթադեղիմը աղոթքի խորան մեր հավատքի հոր Սուրբ Գրիգոր Լուսավորչի սրբապատկերն է։ Եկեղեցին ունի նաև վերնադուն։ Այստեղ մեր միստիկ Սուրբ Գրիգոր Նարեգացիի պատկերը, այստեղ մգրդարանն է սիրելիներ, այստեղ է որ մեր զավակները գտարդան քրիստոնյա եւ որ գահարցվի ինչ կխնդրենք, հավատք, հույս, սեր եւ մգրդություն։ Թող բոլորը Քրիստոսով մգրդվին, Սուրբ Երրորդյան անունով մգրդվին, արձակվին իրենց բոլոր գաբանքներեն եւ Աստուծո օրհնյալ զավակներ դառնան։ Այստեղ յետևը կգտնվի նաեւ Սուրբ Ներսես շնորհալի հայրաբեդի պատկերը, սրբապատկերը։ Սուրբ Ներսես շնորհալի հայրաբեդ 1166-ին մինչև 1173 թվական դարձավ Գաթողիկոս հայոց։ Այստեղ սիրելներ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պատկերն է, մեր հայոց այբուբենի արարողին, իսկ այստեղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կմգրդե դրտատ հայոց թագավորը, ինչպես կտեսնեք, Աշխեն թագուհին, Խոսրովի թուղթը եւ շատերը։ Ետ վերադառնանք նույն հավատքին սիրելներ, որովհետեւ Աստված բարավորվի։ Եվ այժմ ձեր բոլորի անունով գուզեմ սիրելներ մոմ վարել եւ աղոթել, որովհետեւ Աստված ձեզ օրհնի ամեն տեսակ փորձանքներեն եւ փորձություններեն, ուղագի կանտերեն մոմ գվարեմ։ Դեր Հիսուս այս մոմը բոլոր անոնց համար է, որոնք համացանցի ջամփով գեդևին եւ աղոթներ խնդրած են, թե բոլորին աղոթները, ինչ խնդրանքներ որ ունին դեր, քուտիմացը լսելի ելան եւ ընդունելի ելան եւ թուն բոլորին սրդին փապակները դաս։ Քո անով կխնդրեմ ով դեր, փառավորյալ ես տուն անվամ խոր եւ օրդվո եւ ողջույն սրբո ամեն։ Սիրելներ, ձեր բոլորի աղոթները ընդունելի ելան, այժմ նաեւ դեպի Թուրքսեզի եկեղեցին ցույց տամ։ Զանգագադունն է հավասիկ։ Այս ներքևը առաջնորդարանն է։ Հավասիկ այսպես է եկեղեցին Թուրքսեն։ Թագավոր երկնավոր զեգերեցիկո անշարժ բահյա եւ զերգրբակուս անվանդ կում բահյա ի խաղաղության։ Թող Աստված բահե բահբանե սիրելիներ, բոլոր մեր եկեղեցիները եւ բոլորը եկեղեցիները դառնան հավատքի գետրոն, որբեսի մեր ժողովրդի զավակները հավատքով ծնին եւ դիրոջ մոդենալով հավիտենական կյանքին արժանան։ Աստուծո խաղաղությունը բոլորիդ հետ լա սիրելիներ, բոլորիդ ուխտը գադարը լա, այսօր մեր վերջին օրն է ուխտակնացության, ամփորձանք ուխտավորները իրենց դուրերը վերադառնան եւ դուք սիրելիներ հետևեցեք
մեզի, եթե կփապակիկ մեզի միանալ զանազան ուխտակնացությանց, գրնակ հետևիլ, որբեսի կարողանակ միանալ մեզի։ Աստուծո արատ ողորմությունը ծեր բոլորին վրա ալլա։ Խաղաղություն լան ծեր դուներու մեջ, սրբությունը լան եւ դիրոջ փառքին համար ապրիկ ու ծեր անունները ցանկի քիրքի մեջ արցնակրվին եւ հասնիկ հավիտենական ցանկին։ Օրհնյալ եղեք։ Խաչ քո երիցի մեզ աբաբենդեր Հիսուս, հոր ժամ երևիս փարոք օրհնդամս լուսավորս, այն ժամ մեկ մի ամաչեսու քո սացիակ սիկես, այլ զորությամքով մեծավ փեգրեսու գնթաչ մեկում է, որպես որդիս լուսո եւ որդիս տվնչան։ Քրիստոսի խաչը բահաբանը լա ծեր բոլորին սիրելներ, օրհնյալ եղեք։